Սահմանային լարման ժամանակ ակտիվանում են նաև հակառակորդի քարոզչական զենքերը։ Հատկապես այս օրերին է թշնամու քարոզչական մեքենան ակտիվանում։ Ապատեղեկատվությունից եւ հակառակորդի ծուղակներից խուսափելու համար անհրաժեշտ է լինել ուշադիր եւ հետեւել մի քանի շատ պարզ կանոնների, որոնց մասին հիմա տեսանյութում ավելի մանրամասն կներկայացնենք։ Վտանգավոր աղբյուրներ, համացանցային վիրուսներ, հաքերային հարձակումներ, կեղծ օգտատերեր, մի խոսքով տեղեկատվական պատերազմ, հակառակորդի ցանց ընկնելու ռիսկը մեծ է, հատկապես այս օրերին։ Տեղեկատվական անվտանգության մասնագետները խորհուրդ են տալիս ցանկացած պարագայում խուսափել տարօրինակ ու կասկածելի անվանումներ ունեցող կայքերից, շտապ տարածեք, քանի դեռ չեն ջնջել։ Այս վերնագրերը խայծ են, որոնցով անբարեխիղճ լրատվամիջոցները կամ կազմակերպությունները լայքեր են հավաքում։ Հարց է առաջանում, ինչպես քաղաքացին տեղեկություն ստանա այս օրերին եւ ինչպես կողմնորոշվի, որ աղբյուրին վստահի, որին ոչ։ Օգտվել պաշտոնական կայքերից։ Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների պատասխանատուները հասանելի են նաև սոցցանցերում, որտեղ օպերատիվ ներկայացնում են իրավիճակը։ Սոցցանցերում զրույցի չբռնվել օտար օգտատերերի հետ։ Սոցցանցերում այս օրերին ակտիվացել են թշնամու գործակալները, ովքեր հայերենով փորձում են տեղեկություն կորզել հայ օգտատերերից։ Չօգտվել անծանոթ աղբյուրից։ Հակառակորդն իրեն ձեռնտու տեղեկությունը ներկայացնում է գրագետ հայերենով եւ դժվար է տարբերակելը։ Չօգտվել աղբյուրներից, որոնք սենսացիոն վերնագրերով են։ Ընտրել մի քանի վստահելի աղբյուր։ Հետևեք այն լրատվամիջոցներին եւ փորձագետներին, որոնք ժամանակի ընթացքում հասցրել են ապացուցել, որ տարածում են միայն ստուգված տեղեկատվություն, իսկ սխալվելու դեպքում հետագայում իրազեկում են դրա մասին ընթերցողներին։ Եթե համոզված չեք, որ տեղեկությունն իրականություն է, միշտ ապեք դրանով կիսվել սոցցանցերում։ Հիշեք, այս օրերին յուրաքանչյուրը սոցցանցում դառնում է լրատվամիջոց մյուսների համար, իսկ դա նշանակում է նաև պատասխանատվություն։ Հասարակությունն ուժեղ է իր իմացածով եւ վտանգավոր անտեղյակությամբ, մնում է տիրապետել հուսալի ինֆորմացիայի։ Հատկապես այս օրերին տեղեկատվական անվտանգության մասին խոսենք տաղավարում մեր հյուրի հետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ, Երևանի պետական համալսարանի դոցենտ Դավիթ Ալավերդյան, բարև ձեզ, պարոն Ալավերդյան, շնորհակալություն, որ ժամանակ եք եկել եք։ Համացանցը ակտիվացել է իհարկե եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, հաճախ օգտատերերը նամակներ են ստանում, որոնք ակնհայտ թարգմանված են տարբեր ինտերնետային թարգմանիչների կողմից, անգրագետ, այսպես ասենք, գրագիտության կանոնները խախտված եւ այլն։ Ինչու՞մ են վտանգները այս ամենի։ Այս նամակները պարզ է գալիս են ինֆորմացիա կորզելու նպատակով։ Եռագույն նկարը, եռագույն ներկելու այս ծրագրի մասին շատ է խոսվել։ Խնդրեմ ներկայացնեք վտանգը որտեղ է։ Տեսեք, տեղեկատվական անվտանգությունը ինքը նման է հիգիենային, այսինքն որևէ մեկին պետք չի, չէ, բացատրել, որ առավոտյան երբ որ արտանում ես, պետք է լվացվել, ատամները լվանալ, հետևել ամբողջ օրը ձեռքերի մաքրությանը եւ այլն եւ այլն։ Նույնը վերաբերում է տեղեկատվական հիգիենային։ Դուք ունեք ձեր անձնական էջը տարբեր սոցցանցերում։ Հայաստանում մոտ 800,000 օգտատեր կա միայն Facebook-ում, դրանից ավել Одноклассникիում եւ այն տարածքը, որտեղ դուք գրանցված եք, այն ձերն է։ Չի կարելի պահանջել պետությունից, որպեսզի այն ձեր անձնական տարածքին տիրություն անի։ Դուք պետք է ինքներդ հոգաք այդ տարածքի անվտանգության, հիգիենայի պետությունը կամ մասնագետները պատրաստ են ձեզ օգնել, բայց դրա հիմնական պահպանության, մաքրության խնդիրը ձերն է։ Եվ այս տեսակետից բնականաբար, երբ որ ռազմական գործողությունները ակտիվանում են, անմիջապես գտնվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր առնվազն փորձում են պղտոր ջրի մեջ ձուկ որսալ։ Եվ դա համ այն կայքերն են, որոնք հենց նոր տեսանք էկրանին, դրանք բազմաթիվ ոչ ազնիվ կամ տարբեր նպատակներ հետապնդող գովազդային, կիսագովազդային, լայքեր մուրող եւ այլն կայքերն են թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Եվ դրանք սովորաբար օգտագործում են ծուղակներ, որտեղ այդ պահին էմոցիոնալ խնդիրներ կամ էմոցիոնալ բարձր ֆոնի վրա գտնվող անձիկ շատ հեշտությամբ այդ ծուղակների մեջ կամ թակարդների մեջ ընկնում են։ Արդյունքում լինում է հետեւյալը. լավագույն դեպքում պարզապես կորցնում են իրենց account-ը համացանցում եւ այդ account-ից սկսում են տարածել վիրուսներ,
Վատագույն դեպքում կորցնում են համակարգիչը, որովհետև ներբեռնում են տարբեր տեսակի տեսանյութեր կամ պարզապես սխմում են տարբեր լինկերի վրա եւ համակարգիչը վարակվում է, այն դառնում է բոտ, այսինքն սկսում է ծառայել տեղեկատվական թշնամուն եւ իր հերթին սկսում է վարակել այն բոլոր ընկերներին, ովքեր այդ պահին ստանում են այդ նամակները։ Արդյունքում շատ արագ ինքը տարածվում է ցանցում եւ կարելի է ասել հայկական համացանցի զգալի մասը անցնում է հակառակորդի ձեռքը եւ նա կարող է դրա միջոցով տարածել ապատեղեկատվություն, կեղծիք, խուճապ եւ մարդկանց բազմաթիվ ուղղակի կամ անուղղակի տեղեկություններ հաղորդել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Պարոն Ալավերդյան, խոսեցինք կայքերի մասին, որոնց ցուցակը հրապարակվում է, անընդհատ թարմացվում է։ Ես այնտեղ նկատել եմ մի քանի կայքեր, որոնք գտնվում են .am տիրույթում։ Մնացած կայքերը պարզ է, որ մի քիչ բարդ կլինի, արդյոք դրանք չի կարելի արգելափակել, եթե մենք հասկանում ենք, որ դրանք վնասակար կայքեր են։ Լավ հարց եք տալիս, իրականում դրանք չի կարելի արգելափակել այն պարզ պատճառով, որ օրենսդրությունը դա թույլ չի տալիս։ Այսինքն, որpիսի դրանք արգելափակվեն, ինչ որ մեկը պետք է դրանցից բողոքի եւ պետք է մատնանշի օրենսդրության այն հոդվածը, որի համաձայն դատարանը կարող է այն արգելափակել։ Ինչպես դա պետք է տեղի ունենա, այսինքն այդ կայքերը պետք է պարունակեն, ենթադրենք, ռազմական գաղտնիք, պոռնոգրաֆիա կամ օրենքին հակասող տարբեր տեսակի ինչ-որ նյութեր, օրինակ ռասայական խտրականություն կամ ատելություն սերմանող նյութեր։ Ցավոք սրտի մեր օրենսդրությունը չի նախատեսում քրեական եւ այլ տիպի պատասխանատվություն ապատեղեկատվության համար։ Այն նախատեսում է միայն բարոյական խրատ, որ մարդիկ ասեն ամոթ է, չի կարելի ապատեղեկատվություն տարածել, իսկ որpիսի դրանք փակվեն, անհրաժեշտ է, որpիսի ինչ-որ մեկը, ով տուժող է այս դեպքում հանդիսանում, դիմի դատարան եւ դատարանը որոշում կայացնի դրանք արգելափակելու վերաբերյալ։ Այս պայմանությամբ փաստորեն չունենք, այո։ Դատարան դիմելը երևի գիտեք որքան երկարատև պրոցես է եւ միջև այդ կայքը արգելափակվի, այն կհասցնի անել իր վնասները հասցնել։ Մի բան էլ ավելացնեմ եւ դրանով թեման փակենք, Հայաստանի օրենսդրությունը շատ լիբերալ է կայքերը գրանցելու տեսակետից։ Ցանկացած մարդ համացանցով կարող է ներկայացնել կեղծ անձնագիր կամ կեղծ փաստաթղթեր եւ AM տիրույթում գրանցել հայկական, այսինքն արդեն հասարակության կողմից որպես հայկական ընկալվող կա, բայց վերջին տվյալներով մասնագետների հետ խոսացել եմ, կան այսօր մի քանի AM դոմեյնով կայքեր, որոնք իրենց հերթին տարածում են ապատեղեկատվություն եւ նաեւ վիրուսներ են տարածում։ Մինչ այդ ընդունված էր whitelist, այսպիսի հասկացություն կա, սպիտակ ցուցակ այն կայքերի, որոնք իրենցից սպառնալիք չեն ներկայացնում եւ հայ ծրագրավորողները հայկական բոլոր կայքերը այդտեղ ընդգրկում էին։ Հիմա շատ ավելի զգուշ են, որովհետեւ նման իրավիճակներում այդ կայքերը բացահայտվում են եւ այդ whitelist-ից նրանք դուրս են բերվում։ Պատերազմական գործողությունների ընթացքում, այսպես ասենք, նաև կիբեր պատերազմներ են տեղի ունենում, համակարգչային պատերազմներ, այսպես բնութագրենք, ինչ մենք հավելյալ միջոցներ ենք հիմա ձեռնարկում մեր պետական կառույցների կայքերը եւ տեղեկատվական տարբեր տեխնոլոգիաները պաշտպանելու համար։ Մի քանի աստիճանի պաշտպանության մասին է խոսքը, առաջին հերթին ինչ է տեղի ունենում, հակառակորդի մասնագետները փորձում են կոտրել հայաստանյան կայքերը, առաջին հերթին, այո, փորձում են կոտրել։ Այն, որ դուք երբեմն տեսնում եք, որ դրանք չեն աշխատում, իրականում դրանք ոչ թե կոտրված են, այլ գտնվում են շատ ուժեղ DDoS հարձակման տակ։ Ինչ է նշանակում DDoS, երբ որ պատկերացրեք ունեք կայք եւ միաժամանակ մի քանի միլիոն մարդ փորձում է այդ կայքը մտնել եւ սերվերը մասնագիտական լեզվով ասած պարկում է։ Դա չի նշանակում, որ այդ կայքերը վերացել են, պարզապես նշանակում է, որ ժամանակավորապես շարքից դուրս են եկել եւ DDoS-ները սովորաբար ոչ թե իրենք ադրբեջանցիներն են անում, այլ գնում են։
Այսինքն սև շուկայում կա այդպիսի հնարավորություն վճարելով պատկառելի գումար, իսկ խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է, մի քանի ժամով կամ օրով պատվիրել DDoS եւ օգտագործում են հենց այն համակարգիչները, որոնք վարակված են, բայց որոնց օգտատերերը դրա մասին տեղյակ չեն։ Այսինքն դուք նստած շարունակում եք օգտագործել ձեր համակարգիչը, բայց այն միաժամանակ առանց ձեզ տեղեկացնելու փորձում է մուտք գործել մի սերվեր եւ արդյունքում այդ սերվերը շարքից հանում է։ Ինչպես է դա տեղի ունենում։ Ստանում եք, ենթադրենք, ձեր ծանոթից կամ բարեկամից ինչ-որ մի նամակ, տարօրինակ բովանդակությամբ եւ գրում է՝ «Տես մեր մանկության, ասենք, վիդեոն» կամ «Տես մեր մանկության նկարը» կամ «Մուտք գործեք այս կայք եւ քվեարկեք, ենթադրենք, չգիտեմ ինչի օգտին»։ Մարդը սխվում է, որևէ բան տեղի չի ունենում, զարմացած փակում է այդ ֆայլը, բայց համակարգիչը արդեն վարակված է։ Սա նորից եմ կրկնում, սա իսկապես տեղեկատվական անվտանգության հիմքերից մեկն է։ Ձեր անձնական տարածքը պետք է ինքնուրույն պաշտպանեք։ Պետք է ուժեղացնեք ձեր համակարգիչները հակավիրուսներով եւ այլ ծրագրերով, որոնք այսօր հասանելի են։ Այո, գոնե անվճարներով պետք է ապահովել։ Ինչ վերաբերում է հեռախոսներին, պետք է կրկին զգույշ լինել, որովհետեւ հիմա կան Android-ների եւ Apple-ների համար նախատեսված վիրուսներ, որոնք եւս մուտք են գործում ձեր հեռախոս եւ դրանք սկսում են կրկին աշխատել որպես Apple-ի համար են։ Որպես, այո, կան ստեղծվում են, դրանք շատ չեն եւ թե Android-ը, թե Apple-ը դրա դեմ պայքարում են։ Խոսքը ոչ թե վիրուսների մասին է, այլ դրանք կոչվում են վրիդանոսնի պրոգրամը, այսինքն վնաս հասցնող ծրագրեր են դրանք, այդ իսկ պատճառով հաճախ հակավիրուսները դրանց չեն էլ հայտնաբերում։ Բայց եթե դուք ուշադիր եք եւ հետեւում եք ձեր հեռախոսի կամ համակարգչի աշխատանքին, անպայման կնկատեք, որ մի բան այն չի, որովհետեւ համակարգիչը ավելի ծանր է աշխատում եւ դուք դա պետք է հակավիրուսային ծրագրերը պետք է շատ ակտիվ օգտագործել անպայման։ Այո, պետք է մշտապես դրանք միացրած լինեն, հատկապես այս փուլում։ Մյուս բանը այն է, որ պետք է պարզապես նայեք, երբ որ ստանում եք, երբ որ ձեր news feed-ում տեսնում եք սկանդալային վերնագրերով նյութեր, պետք է պարզապես նայեք սկզբնաղբյուրին, որովհետև ինչպես արդեն նշեցի, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր փորձում են շահել այս իրավիճակի վրա, դուք չպետք է նրանց ձեռքին խաղալիք դառնաք, չպետք է զենք դառնաք։ Պարոն Ալավերդյան, մեր կիբերբանակը նույնպես ակտիվացել է, ինչպես նշեցինք, Մոնթե Մելքոնյան կիբերբանակը մի քանի կայք է կոտրել, հազարավոր օգտատերերի անձնական տվյալներ են ադրբեջանցիների մասին է խոսքը հայտնվել Facebook-ում, ինչով այս ամենը կարող է օգուտ տալ։ Այդ ամենը կարող է օգուտ տալ նախ այն առումով, որ մասնագետները, ովքեր դրանով զբաղվում են, այդ տվյալները կարող են օգտագործել, բայց դա ավելի շատ բարոյական հաղթանակների շարքից է պատկանում, որովհետև որպեսզի մեր տեղեկատվական հակառակորդը կամ պարզապես մեր հակառակորդը չմտածի, որ իր գործողությունները հատկապես համացանցում անպատիժ են անցնում եւ իրենք պետք է այդ վախի զգացողությունը մշտապես ունենան։ Իհարկե դա առաջին level-ի, այսինքն առաջին մակարդակի տեղեկատվական գործողություններ են, կան ավելի բարդ տեղեկատվական գործողություններ հակերական, որի նպատակն է ենթադրենք հակառակորդի տեղեկատվական համակարգերը, ենթադրենք բանկային համակարգը, որը եւս փոխկապակցված է համացանցին, բոլոր քարտերը եւ այլն, կարելի է խելացի շարքի քայլերի դեպքում կարելի է պարզապես շարքից անել կամ տարբեր տեղեկատվական մակարդակի բաներ կան, դա տեղի է ունենում սովորաբար տոտալ պատերազմի դեպքում, որը այս պահին բարեբախտաբար մենք չունենք, բայց պետք է նաև նման քայլերի մասին մտածել, որի դեպքում հակառակորդը պարզապես կոլապսի է ենթարկվում, որովհետև որևէ գործողություն նրանք այդ պահին այլևս չի կարողանում, կոպիտ ասած ոչ համացանցն է աշխատում, ոչ օդանավերն են կարողանում թռչել, ոչ բանկերն են աշխատում, այսինքն այն ամենը, ինչ որ փոխկապակցված է համացանցի հետ, դադարում է աշխատել եւ երկիրը զրկվում է նաեւ իր կապից։ Հենց նոր տեղեկացանք, որ Facebook-ում մի քիչ խուճապ է առաջացել, որովհետև ադրբեջանցիները կոտրել են որոշ օգտատերերի պրոֆիլներ եւ տարբեր ապատեղեկատվություն են տարածում, սա երևի թե կրկին չպաշտպանված լինելու արդյունք է եւ սխալ հղումներով գնալու արդյունք է։ Հիշեցնենք, որ ինտերնետում շատ ակտիվ Facebook-ում կա ծրագիր, որը գլխավոր նկարը ներկում է մեր երագույնի գույներով, մի օգտվեք այդ ծրագրից, որտեղ որքանով տեղյակ եմ, դա կրկին վնասակար ծրագիր է եւ վերջում
շատ հետաքրքիր է։ Արդյոք մի խորհուրդ կարող եմ տալ, որպեսզի խուսափեք ձեր account-ի կոտրվելուց, մտեք եւ ձեր account-ը փոխկապակցեք ձեր հեռախոսի հետ։ Facebook-ը նման հնարավորություն տալիս է, իսկ Google-ը տալիս է նաեւ double check-ի, այսինքն կրկնակի ստուգման հնարավորություն, որպեսզի եթե ինչ-որ մեկը փորձում է ձեր mail մտնել, անմիջապես ձեզ հաղորդագրություն է գալիս, որ այդպիսի փորձ է կատարվում եւ դուք կարողանում եք դա կանխել։ Դա բավականին հեշտ է անել, մտնում եք անվտանգության կարգավորումների մեջ, հեռախոսն եք ձեր մատնանշում եւ հենց որ ձեր password-ը փորձում են խլել կամ ձեր account-ն են փորձում գրավել, անմիջապես մտնում եք եւ փոխում եք բոլոր տվյալները եւ արդյունքում փրկում եք թե ձեզ, թե ձեր շրջապատին բազմաթիվ վիրուսներից։ Եվ հիշեցնեմ, որ քաշաթաղցիների Facebook-յան պրոֆիլներն են կոտրել ադրբեջանցիները եւ հիմա ապատեղեկատվություն են տարածում, խուճապի մի մատնվեք, այդ ամենը պլանավորված հակերական, այսպես ասենք, հարձակում է։ Վերջերս շատ ենք լսում անօթաչու թռչող սարքերի մասին, որոնք հավանաբար նույնպես ղեկավարվում են համակարգիչներով եւ այլն։ Արդյոք հնարավոր է կոտրել նրանց պաշտպանությունը։ Դրանք կառավարվում են փակ սիգնալով եւ դրանց կոդը դրանց շարքից դուրս բերելու համար անհրաժեշտ է գտնել դրանց կոդը։ Իհարկե դա տեսականորեն հնարավոր է, բայց խոսքը միլիոնավոր տարբերակների մասին է։ Շատ բարդ է։ Այդ փոքր ժամանակահատվածում, երբ այդ դրոնը թռչում է, գտնել դրա կոդը բավականին դժվար է։ Այսինքն այսօրվա դրությամբ աշխարհում որևէ պետություն չի գտե դրա հակազդեցությունը, բացի երևի հայ զինվորներից, ովքեր դա կարողանում են անել սովորական կալաշնիկովի ավտոմատով։ Շնորհակալ եմ ձեզ, որ ժամանակ գտաք, եկաք մեր տաղավար։ Ես եմ տաղավար։ շնորհակալ, որ այս կարևոր թեմային ժամանակ ընձեռեցիք։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե ձեր հաղորդումների ընթացքում փոքրիկ այդպիսի գրագիտության դասընթացներ անցկացնեք, հրավիրեք մասնագետներին, որտեղ հատկապես այս օրերին դա շատ կարևոր է։ Եվ առաջին լրատվականն է պարբերաբար անդրադառնում այս թեմային եւ մեզ մոտ են պարբերաբար լինում հյուրեր, ովքեր պատմում են ձեր ասած հիգիենայի մասին։ Այո, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, մեր տաղավարում էր Դավիթ Ալավերդյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ։ Շարունակում եք եթերը։